Մենք գիտենք, որ Հայաստանում կան աթեիստներ, ու քիչ չեն։ Իսկ միանշանակ կարելի է պնդել, որ աթեիստների 90% այսօր եկեղեցուն պաշտպանում է։ Ինչի համար։ Այսինքն ազգային իդենտիֆիկացիայի խնդիր է, չէ՞։ Եվ երբ որ մենք տեսնում ենք այն մարդկանց, ովքեր օրինակ ագնոստ են կամ աթեիստ են, բայց այնուամենայնիվ առաջին շարքերում են այն գործընթացների, որոնք միտված են թույլ չտալ պղծել եկեղեցին, թույլ չտալ եկեղեցու հանդեպ գործողություններ կատարել, ես անձամբ տեսել եմ այդպիսի մարդկանց, որ ուղղակի զարմացել էի, բայց երբ որ մի քիչ վերլուծում ես, մարդկանց պատասխանը հետևյալն է, ստեղ խնդիրը սրբազանները չեն, կաթողիկոսը չի, դա հետևանքն է process-ի, այնինչ արվում է։ Խնդիրը նրանումն է, որ իշխանությունը եկեղեցու հանդեպ գործողություններ կատարելիս լուծում է 3 հիմնական հարց։ Առաջինը նեյտրալիզացնում է իրեն չենթարկվող համազգային կառույցին, միակ համազգային, վերջին համազգային կառույցին։ Երկրորդը ընտրությունների նախորդին փորձում է նեյտրալիզացնի իրեն ընդդիմացող քանզի իշխանությունը, հակահայկական քաղաքականություն ավարում կառույցի, եւ երրորդը ամենակարևորը պայքարը իրականում եկեղեցու շուրջ չի, այլ ճիշտ այդքան եկեղեցու շուրջ չի։ Այլ պայքարը ընդհանուր հայկականության դեմ է գնում, որտեղ եկեղեցին ֆունդամենտ է,